Նա ապրում էր շքեղության մեջ, բայց կրում էր ծանր լռություն։ Նոր աշխատակցուհին կատարյալ էր թվում, մինչ նա սկսեց վերահսկել իրեն։ Ամեն ինչ վերածվեց վախի, նույնիսկ իր սեփական տան ներսում։ Եվ մի շշուկ միջանցքում փոխեց ամեն ինչ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Երանի ծայրամասում, ուր առանձնատները թաքնված են բարձր պարիսպների երկաթե դարպասների հետում, կա մի տուն, որը կարծես դեկորատիվ ամսագրից դուրս է եկել։ Կատարյալ խնամված այգիներ, լողավազան, որն արտացոլում է կապույտ երկինքը, մարմարե հատակներ, որոնք փայլում են արի լույսի տակ։ Այնտեղ ամեն ինչ շքեղություն, կարգուկանոն կատարելություն է շնչում։ Բայց, ինչպես ասում են, ամեն փայլուն բան ոսկի չէ։ Եվ այդ տանը, անթերի ճակատի հետում, մի երիտասարդ կին կրում է մի բեռ, որը ոչ ոք չի կարող տեսնել։ Հուլիանան 27 տարեկան է, հղիության 7-րդ ամսում է։ Նրա կլորավուն փորը միակ բանն է, որն իրական է թվում այդ արտաքին տեսքի շրջանակներում։ Նա դանդաղ է շարժվում լայն միջանցքներով, մի ձեռքը միշտ հենված է գոտկատեղին, մյուսը փորը բռնած, կարծես թանկարժեք գաղտնիք է պաշտպանում։ Նրա աչքերը, որոնք մի օր պայծառ էին երազներով լի, այժմ կրում են մի ստվեր, որը նա փորձում է թաքցնել ստիպողական ժպիտների հետում։ Ֆերնանդոն, նրա ամուսինը, 42 տարեկան տղամարդ է, բարձրահասակ, լայն ուսերով, վստահ կեցվածքով։ Նա հորից ժառանգել է շինարարական ընկերություն, բիզնեսը վերածել կայսրության։ Նրա ստորագրությամբ շենքերը ցրված են քաղաքով մեկ, յուրաքանչյուրը նրա հաջողության հուշարձան։ Բայց հաջողությունը գին ունի։ Ֆերնանդոն արթնանում է, մինչ արածակը վերադառնում, երբ լուսինն արդեն բարձր է։ Նրա զրույցները Հուլիանայի հետ սահմանափակվում են արագ հարցերով, թե ինչպես է նա իրեն զգում, որին հաջորդում է շտապ համբույր ճակատին, մինչ նա նորից անհետանա։ Հուլիանայի մենակությունը չի սկսվել հղիությունից, բայց այն ուժեղացել է դրանով։ Նախկինում նա կարող էր դուրս գալ, ընկերուհիների հանդիպել, մտքերը զբաղեցնել փոքր շեղումներով։ Այժմ, ծանր հոգնած մարմնով, նա իրեն փակված է տեսնում այդ ապակե բետոնե պատերի մեջ։ Եվ նա մենակ չէ։ Մարթան միշտ մոտակայքում է։ Մարթան տուն եկավ 6 ամիս առաջ, անմիջապես այն բանից հետո, երբ Հուլիանան հայտարարեց հղիության մասին։ Ֆերնանդոն նրան վարձեց էլիտար գործակալության միջոցով, այնպիսիք, որոնք խոստանում են զուսպ արդյունավետ աշխատակիցներ։ Մարթան ուներ անթերի հղումներ, էլեգանտ կեցվածք ժպիտ, որը վստահություն էր ներշնչում։ Առաջին օրերին նա այն էր, ինչ խոստանում էր լինել։ Զգույշ, ուշադիր, միշտ Հուլիանայի կարիքներից մեկ քայլ առաջ։ Բայց ինչ-որ բան փոխվեց։ Կամ գուցե Մարթան պարզապես բացահայտեց, թե ով էր ինքը միշտ եղել։ Փոփոխությունները սկզբում նուրբ էին։ Մի մեկնաբանություն այստեղ, մի առաջարկություն այնտեղ։ Միթե չես կարծում, որ պետք է ավելի լավ վերահսկես քաշտ, Հուլիանա։ Շատ գիրացող հղիները բարդ ծննդաբերություններ են ունենում։ Հետո եկան առաջադրանքները։ Փոքր բաներ, առաջին հայացքից ոչ մի անհեթեթ բան։ Օգնել խոհանոցի սրբիչները ծալել, դասավորել գրքերը դարակաշարում, ջրել տերասի բույսերը։ Մարթան միշտ խնդրանքները փաթաթում էր արտահայտությունների մեջ, որոնք հոգատարություն էին թվում։ Լավ է, որ շարժվում ես, դա լավ է երեխայի համար։ Ամբողջ օրը պարապ նստելը առողջարար չէ։ Հուլիանան, ով մեծացել էր Սյունիքի մարզի գյուղական վայրերից մի պարզ ընտանիքում, սովոր չէր մարդկանց աշխատել իր համար։ Սկզբում նա անհարմար էր զգում որևէ բան խնդրելուց։ Այսպիսով, երբ Մարթան առաջարկում էր, որ նա կատարի որևէ առաջադրանք, Հուլիանան առանց հարցերի ընդունում էր։ Ի վերջո, գուցե իսկապես կարող էր ակտիվ մնալ։ Գուցե Մարթան ճիշտ էր։ Բայց առաջադրանքներն ավելի ու ավելի պահանջկոտ էին դառնում։ Եվ մեկնաբանություններն ավելի սուր։ Մի օր Հուլիանան ընթրիքի սեղանն էր դասավորում, երբ ուժեղ գլխապտույտ զգաց։ Նա բռնեց սեղանի եզրից, խորը շնչեց, սպասելով, որ աշխարհը դադարի պտտվել։ Մարթան հայտնվեց ճաշասենյակի դռան մոտ, ձեռքերը ծալած, սառը արտահայտությամբ։ Սա քմահաճություն է, Հուլիանա։ Մայրդ 6 երեխա է ունեցել, երբեք գլխապտույտից չի բողոքել։ Դու պետք է ավելի ուժեղ լինես։ Ֆերնանդոն արժանի է մի կնոջ, ով կդիմանա դժվարություններին։ Հուլիանան արցունքները կուլ տվեց։ Միթե դա իսկապես քմահաճություն էր։ Միթե նա թույլ էր։ Ի վերջո, կանայք ամեն օր հղիանում են նորմալ շարունակում իրենց կյանքը, այդպես չէ՞։ Գուցե նա չափազանցնում էր։
Գուցե Մարթան պարզապես փորձում էր օգնել նրան ավելի դիմացկուն լինել։ Երեկոյան, երբ Ֆերնանդոն վերջապես տուն էր գալիս, Հուլիանան փորձում էր լավ տեսք ունենալ։ Նա ժպտում էր, հարցնում նրա օրվա մասին, ծածնում հետաքրքրություն հանդիպումների պայմանագրերի մանրամասների նկատմամբ։ Ֆերնանդոն հազիվ էր նայում նրան։ Նա միշտ հեռախոսն ուներ ձեռքին, աչքերը կպած էկրանին, միտքը հեռու այնտեղից։ Նա վստահում էր, որ Մարթան ամեն ինչի մասին հոգ է տանում։ Եվ Մարթան միշտ հաստատում էր դա քաղաքավարի ժպիտով։ Ամեն ինչ վերահսկողության տակ է, պարոն Ֆերնանդո։ Հուլիանան հիանալի է, պարզապես մի փոքր հուզական, ինչպես բնական է այս փուլում։ Բայց տանը կար մի մարդ, ով տեսնում էր այն, ինչ ոչ ոք չէր տեսնում։ Ռոզան հավաքարարն էր։ 50 տարեկան մի կին, մոխրագույն մազերը ամուր հավաքած, ձեռքերը կոշտացած շատ աշխատանքից։ Նա ուներ 4 երեխա, ճանաչում էր այն կնոջ հայացքը, ով լուր տառապում էր։ Ռոզան տեսնում էր, երբ Հուլիանան հենվում էր պատին, որ չընկնի։ Տեսնում էր, երբ նա կծում էր շրթունքը, որ չլացի։ Տեսնում էր, երբ Մարթան այդ կեղծ ժպիտով հրամայում էր մի անհեթեթ առաջադրանք։ Ռոզան ոչինչ չէր կարող անել։ Նրան պետք էր աշխատանքը։ Նա ուներ վճարելու հաշիվներ, պահելու երեխաներ։ Եվ Մարթան հստակ էր արել, հենց սկզբից, թե ով է տան տերը։ Ցանկացած անհնազանդություն կպատասխանվեր անհապաղ աշխատանքից ազատումով։ Այսպիսով, Ռոզան սահմանափակվում էր փոքր ժեստերով։ Մի բաժակ սառը ջուր, զուսպ թողնված Հուլիանայի կողքին։ Մի բարձիկ, հարմարեցված այն աթոռին, որտեղ նա սովորաբար նստում էր։ Լուր հայացքներ, որոնք ասում էին, ես քեզ տեսնում եմ, ես գիտեմ, թե ինչ է կատարվում, բայց դեռ ոչինչ չեմ կարող անել։ Հուլիանան իրեն ավելի ու ավելի մեկուսացված էր զգում։ Նրա ծնողները հեռու էին ապրում, գյուղական փոքր քաղաքում, նա չէր համարձակվում անհանգստացնել նրանց։ Երանում ունեցած քիչ ընկերուհիներն աստիճանաբար հեռացել էին։ Ի վերջո, նա հազվադեպ էր կարողանում դուրս գալ, իսկ երբ կարողանում էր, շատ հոգնած էր։ Հուլիանայի աշխարհը փոքրացել էր մինչ այդ առանձնատունը։ Եվ այդ աշխարհում Մարթան թագուհին էր։ Մի կեսօր Հուլիանան իր սենյակում էր, փորձելով հանգստանալ, երբ միջանցքից ձայներ լսեց։ Նա ճանաչեց Մարթայի ձայնը, որը հեռախոսով էր խոսում։ Ձայնի տոնը տարբեր էր։ Դա Մարթայի, Ֆերնանդոյի հետ օգտագործվող քաղցր ու վերահսկվող ձայնը չէր։ Դա կոշտ ձայն էր, լի զսպված զայրույթով։ Շուտով այս հղիությունը կավարտվի, այս տունը նորից կարգուկանոն կունենա։ Նա պատկերացում անգամ չունի, թե ինչ է ինձ հետ արել։ Բայց կվճարի։ Ամեն ինչի համար։ Հուլիանայի արյունը սառեց։ Ինչի՞ մասին էր խոսում Մարթան։ Ինչ էր նա արել Մարթային։ Նրանք հազիվ էին ճանաչում միմյանց, մինչ Մարթան աշխատանքի ընդունվեց։ Կամ գուցե ճանաչում էին։ Հուլիանան փորձեց հիշել որե նախկին հանդիպում, որե կապ, որը կարող էր բացատրել այդ թշնամությունը։ Բայց ոչինչ իմաստ չուներ։ Նա փորձեց խոսել Ֆերնանդոյի հետ այդ երեկո։ Նա իր աշխատասենյակում էր, նոր նախագծի գծագրերն էր վերանայում։ Ֆերնանդո, ես պետք է քեզ մի բան պատմեմ։ Նա դանդաղ սկսեց, ձեռքերը դողում էին։ Մարթայի մասին։ Կարծում եմ, որ նա ինձ չի սիրում։ Ես լսեցի, թե ինչպես էր նա հեռախոսով խոսում, նա տարօրինակ բաներ էր ասում։ Ֆերնանդոն նույնիսկ աչքերը չբարձրացրեց թղթերից։ Հուլիանա, դու շատ զգայուն ես։ Սա նորմալ է հղիության ժամանակ։ Մարթան հիանալի է իր գործում։ Այս տունը երբեք այսքան լավ կազմակերպված չի եղել։ Դու պետք է շնորհակալ լինես, որ ունես մեկին, ով այդքան գրագետ է ամեն ինչի մասին հոգ տանում։ Հիմա, խնդրում եմ, ես պետք է սա ավարտեմ։ Հուլիանան դուրս եկավ աշխատասենյակից, աչքերը արցունքներով լցված։ Նա չէր հավատում իրեն։ Կամ ավելի վատ, նա բավականաչափ չէր հոգում, որ գոնե լսեր։ Նա դանդաղ բարձրացավ աստիճաններով, յուրաքանչյուր աստիճանը ծանր էր, ինչպես լեռ։ Սենյակում նա պառկեց մահճակալին, ձեռքը դրեց փորին։ Երեխան շարժվեց, մի նուրբ հարված, որը նրան կարճած ժպիտ պառկեց։ Գոնե դու այստեղ ես ինձ հետ, շշնջաց նա։ Օրերը ձգձգվում էին։ Հուլիանան արթնանում էր այն զգացումով, որ ինչ-որ վատ բան է պատահելու, բայց չգիտեր, թե ինչ։ Մարթան ավելի պահանջկոտ էր, ավելի անհամբեր։ Առաջադրանքներն ավելանում էին, մեկնաբանություններն ավելի դաժան էին դառնում։
Մի օր Հուլիանան փորձում էր մի մեծ սավան ծալել մենակ։ Նա ձեռքերը մեկնեց, փորձելով հասնել ծայրերին, երբ որովայնում սուր ցավ զգաց։ Ցավն այնքան ուժեղ էր, որ նա բաց թողեց սավանը, ձեռքերը տարավ որովայնին։ Նա սայթաքեց, փորձեց հենվել մահճակալին, բայց ոտքերը դավաճանեցին։ Նա ծնկի իջավ գետնին, շնչառությունը արագացած, սիրտը թրջում էր։ Ռոզան հենց այդ պահին մտավ սենյակ։ Նա բաց թողեց ավելը, վազեց Հուլիանայի մոտ, օգնելով նրան նստել գետնին, մեջքը հենած մահճակալին։ Մի շարժվեք, տիկին Հուլիանա։ Խորը շնչեք։ Դանդաղ։ Ռոզան բռնեց Հուլիանայի ձեռքը, որը սառն էր ու դողում էր։ Երկուսն էլ լուռ մնացին այնտեղ, մինչ ցավն անցավ։ Ռոզան ոչինչ չասաց, բայց նրա աչքերը թաց էին։ Եվ Հուլիանան այդ պահին հասկացավ, որ լիովին մենակ չէ։ Այդ երեկո Ֆերնանդոն կարևոր ընթրիք էր կազմակերպել տանը։ Կարևոր հաճախորդներ, ներդրողներ, մարդիկ, ովքեր կարող էին փոխել իր բիզնեսի ընթացքը։ Սեղանը կատարյալ դասավորված էր։ Փայլող բյուրեղապակի, փայլեցված արծաթեղեն, թարմ ծաղիկներ կենտրոնում։ Մարթան վերահսկում էր յուրաքանչյուր մանրուք։ Հուլիանային հանձնարարվել էր լավ հագնվել, հայտնվել ընդամենը մի քանի րոպեով, ժպտալ, ողջունել հյուրերին, ապա զուսպ հեռանալ։ Նա զգուշությամբ իջավ աստիճաններով, գրելով մուգ կապույտ զգեստ, որը հազիվ էր թաքցնում նրա հոգնածությունը։ Հյուրերը նրան քաղաքավարի ողջունեցին, բայց քիչ հետաքրքրությամբ։ Նա պարզապես հղի կինն էր, դեկորատիվ կերպար այդ գործարար երեկոյին։ Հուլիանան ժպտաց, ձեռք սեղմեց, շնորհակալություն շշնջաց։ Բայց հետո, երբ վերադառնում էր աստիճաններին, գլուխը թեթ զգաց։ Հատակը թեքվեց։ Եվ նախքան նա կկարողանար որևէ բանից բռնվել, աշխարհը մտնեց։ Երբ արթնացավ, նա պառկած էր հյուրասենյակի բազմոցին, շրջապատված անհանգիստ դեմքերով։ Ֆերնանդոն նրա կողքին էր, բռնած ձեռքը, դեմքը գունատ։ Մարթան նրա հետում էր, շրթունքները սեղմած բարակ գծի պես։ Հյուրերը հեռացել էին, շփոթված տեսարանից։ Հուլիանան լսեց Մարթայի ասելը, ձայնով, որը ծածնում էր անհանգստություն, բայց լի էր զայրույթով։ Սա պատահում է հղիների հետ, ովքեր շատ հուզական են։ Նա պետք է ավելի լավ վերահսկի իր զգացմունքները։ Բայց Ֆերնանդոն ամիսների ընթացքում առաջին անգամ իսկապես անհանգիստ էր թվում։ Ոչ։ Ես նրան հիմա հիվանդանոց կտանեմ։ Նա օգնեց Հուլիանային վեր կենալ, նույնիսկ Մարթայի բողոքներին, թե դա անհրաժեշտ չէ, նա պնդեց։ Մեքենայում, մինչ քաղաքի լույսերը անցնում էին պատուհանից, Հուլիանան հույսի կայծ զգաց։ Գուցե, պարզապես գուցե, ինչ-որ մեկը վերջապես կտեսներ նրան։ Գուցե ինչ-որ մեկը կհավատար նրան։ Կամ արդեն ուշ էր։ Ասեք ինձ ձեր կարծիքը այս պատմության մասին, ինչպես եք կարծում, թե ինչպես այն կավարտվի։ Մասնավոր հիվանդանոցը առանձնատնից 20 րոպե հեռավորության վրա էր, բայց Հուլիանայի համար դա ժամեր թվաց։ Ճանապարհի յուրաքանչյուր անհարթություն նրա ստամոքսը շրջում էր։ Ֆերնանդոն լուռ էր վարում, ձեռքերը սեղմած ղեկին, ծնոտները կծկված։ Նա կողքից հետում էր նրան, փորձելով վերծանել, թե ինչ էր մտածում։ Արդյոք դա անկեղծ անհանգստություն էր, թե պարզապես վախ, որ ինչ-որ բան սխալ կգնա, կբիծավորի իր կերպարը։ Հուլիանան ատում էր այդ մտքերն ունենալը, բայց վերջին ամիսների մենակությունը անվստահության սերմեր էր տնկել նրա սրտում։ Շտապօգնությունում նրանց արագ սպասարկեցին։ Ֆերնանդոյի ազգանունը դռներ էր բացում, ի վերջո։ Մի բարի բուժքույր Հուլիանային տարավ առանձին սենյակ, օգնեց նրան պառկել փափուկ բժշկական մահճակալին, սկսեց ստուգել նրա կենսական նշանները։ Բարձր ճնշում։ Անկանոն զարկերակ։ Ոտքերի ձեռքերի չափից ավելի այտուց։ Բուժքույրը հայացքներ փոխանակեց բժշկի հետ, ով նոր էր մտել, միջին տարիքի տղամարդ, մոխրագույն մազերով, բարակ շրջանակով, ակնոցներով։ Բժիշկ Հենրիկն էր նրա անունը, նա ուներ ուղղակի, առանց շեղումների լինելու համբավ։ Նա զգուշորեն զննեց Հուլիանային, հարցեր տվեց նրա առօրյայի, սննդակարգի, հուզական վիճակի մասին։ Ֆերնանդոն կողքին էր, պատասխանելով որոշ հարցերի, որոնց Հուլիանան կասկածում էր պատասխանել։ Ոչ, նա պատշաճ հանգիստ չէր անում։ Այո, նա շարունակում էր ակտիվ լինել տանը։ Ոչ, նա չգիտեր, թե կոնկրետ ինչ էր անում օրվա ընթացքում, քանի որ միշտ աշխատում էր։ Բժիշկ Հենրիկը նշում էր ամեն ինչ, դեմքն ավելի ու ավելի լուրջ դառնալով։ Մի շարք հետազոտություններ պատվիրելուց հետո նա նստեց բժշկական մահճակալի կողքի աթոռին, ուղիղ նայեց Հուլիանային։
Տիկին Հուլիանա, ձեր ճնշումը վտանգավոր բարձր է։ Դուք ցույց եք տալիս ծայրահեղ սթրեսի ֆիզիկական գերբեռնվածության հստակ նշաններ։ 7 ամսական հղիության ժամանակ դա կարող է մահացու լինել ինչպես ձեզ, այնպես էլ երեխայի համար։ Նա դադար տվեց, թույլ տալով բառերին ընկնել լուռ լճի քարերի պես։ Ձեզ անհրաժեշտ է բացարձակ հանգիստ։ Սա նշանակում է չբարձրանալ աստիճաններով, ջանքեր չգործադրել, չզբաղվել սթրեսային իրավիճակներով։ Եվ ամենակարևորը, ձեզ անհրաժեշտ է հուզական աջակցություն։ Հղիությունը միայն ֆիզիկական խնդիր չէ, այն նահուզական է։ Ֆերնանդոն գունատ էր։ Բայց բժիշկ, նա ամեն ինչ ունի տանը։ Մենք ունենք տնային տնտեսուհի, ով ամեն ինչի մասին հոգ է տանում։ Նրան ոչինչ պետք չէ անել։ Բժիշկ Հենրիկը հարմարեցրեց ակնոցները, նայեց Ֆերնանդոյին, համբերության վճռականության խառնուրդով։ Պարոն Ֆերնանդո, ամեն ինչի մասին հոգ տանելը չի նշանակում հոգ տանել նրա մասին։ Ձեր կնոջը անհրաժեշտ է ուշադրություն, ներկայություն, մեկը, ով կլսի, թե ինչ է նա զգում։ Նա շրջվեց դեպի Հուլիանա։ Ինչ եք զգում տանը։ Ձեզ ապա ով եք զգում։ Աջակցված։ Հուլիանան բացեց բերանը, բայց ոչ մի բառ դուրս չեկավ։ Նա նայեց Ֆերնանդոյին, ով նրան դիտում էր մի արտահայտությամբ, որը նա չէր կարող վերծանել։ Անվտանգ կլիներ խոսելը։ Նա կհավատար։ Կամ կմտածեր, որ նա դրամատիկ է, ինչպես միշտ։ Արցունքները սկսեցին հոսել, նախքան նա կկարողանար վերահսկել դրանք։ Ես ինձ մենակ եմ զգում, վերջապես շշնջաց նա։ Ես ինձ զգում եմ, կարծես ոչ ոք ինձ չի տեսնում։ Բժիշկ Հենրիկը գլխով արեց, կարծես հենց այդ պատասխանին էր սպասում։ Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ։ Եթե իրավիճակը չփոխվի, այս հղիությունը կարող է լուրջ բարդություններ ունենալ։ Նախայկլամպսիա, վաղաժամ ծննդաբերություն, պտղի տառապանք։ Ես չեմ փորձում ձեզ վախեցնել, բայց դուք պետք է հասկանաք լրջությունը։ Հուլիանային անհրաժեշտ է հանգիստ, անվտանգ սիրող միջավայր։ Նա նայեց Ֆերնանդոյին։ Եվ նրան անհրաժեշտ ես դու։ Տունդարձի ճանապարհին լռությունն էլ ավելի ծանր էր։ Ֆերնանդոն ոչ մի բառ չասաց։ Հուլիանան նայում էր պատուհանից, տեսնելով քաղաքի լույսերը մշուշվելիս, մինչ արցունքները լցնում էին նրա աչքերը։ Երբ նրանք հասան, Մարթան սպասում էր դռան մոտ, ձեռքերը մարմնի առջ ծալած, արտահայտությունը զգուշորեն չեզոք։ Ինչպե՞ս է նա, պարոն։ Ֆերնանդոն անտեսեց հարցը, օգնեց Հուլիանային ներս մտնել։ Նա նրան ուղիղ տարավ սենյակ, օգնեց նրան պառկել, ծածկեց վերմակով։ Հանգստացիր, ասաց նա, ձայնը խռպոտ։ Վաղը կխոսենք։ Բայց Հուլիանան չէր կարողանում հանգստանալ։ Նրա սիրտը թրջում էր, միտքը լի էր հարցերով ու վախերով։ Նա լսեց սենյակի դռան փակվելը, ապա լսեց միջանցքից եկող խուլ ձայներ։ Ֆերնանդոն, Մարթան խոսում էին։ Նա սողաց դեպի դուռը, ականջը հենեց փայտին։ Ինչով է նա կոնկրետ զբաղվում օրվա ընթացքում, Մարթա։ Ֆերնանդոյի ձայնը մի տոն ուներ, որը Հուլիանան երբեք չէր լսել։ Կոշտ, պահանջկոտ։ Ես հոգ եմ տանում նրա մասին, պարոն։ Ես ապահովում եմ, որ նա ունենա այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Մարթան պաշտպանողական էր հնչում։ Բժիշկն ասաց, որ նա գերբեռնված է։ Ինչպես է դա հնարավոր, եթե դուք ամեն ինչի մասին հոգ եք տանում։ Երկար դադար եղավ։ Հուլիանան պատկերացրեց Մարթային, զգուշորեն ընտրելով իր բառերը։ Ամբողջ հարգանքով, պարոն Ֆերնանդո, ձեր կինը շատ զգայուն է։ Ցանկացած փոքր առաջադրանք նրա համար մեծ ջանք է թվում։ Ես պարզապես փորձում եմ նրան ակտիվ պահել, ինչպես խորհուրդ են տալիս մասնագետները։ Բայց գուցե ես չափազանցրել եմ։ Ավելի զգույշ կլինեմ։ Ֆերնանդոն անմիջապես չպատասխանեց։ Հուլիանան կարող էր զգալ լարվածությունը օդում, նույնիսկ փակ դռան միջով։ Վերջապես, նա ասաց. Ես ավելի երկար կմնամ տանը։ Ես պետք է ինքս տեսնեմ, թե ինչ է կատարվում։ Հուլիանան վերադարձավ մահճակալին, սիրտը թրջում էր։ Միթե Ֆերնանդոն վերջապես սկսում էր հասկանալ։ Կամ Մարթան նորից կկարողանար մանիպուլյացիայի ենթարկել նրան։ Հաջորդ առավոտ Ֆերնանդոն աշխատանքի չգնաց։ Նա նախաճաշեց Հուլիանայի հետ, ինչը ամիսներով չէր պատահել։ Նրանք խոսեցին պարզ բաների մասին, եղանակի, երեխայի ժամանման նախապատրաստությունների, այն անունների մասին, որոնք քննարկում էին։
Հուլիանան տարօրինակ էր զգում, կարծես երազում լիներ։ Նրա ուշադրությունը այնքան հազվադեպ էր, որ նա գրեթե չգիտեր, թե ինչպես արձագանքի։ Մարթան տեսանելիորեն անհարմար էր զգում։ Նա մտնում ու դուրս էր գալիս սենյակից հիմար պատրվակներով, փորձելով պարզել, թե ինչ էր կատարվում։ Ֆերնանդոն, սակայն, անտեսում էր նրան։ Նա օգնեց Հուլիանային բարձրանալ աստիճաններով, զգուշորեն բռնեց նրա ձեռքից, կարծես նա չափազանց փխրուն էր մենակ քայլելու համար։ «Հանգստացիր այսօր», ասաց նա։ «Ես ամեն ինչի մասին կհոգամ։ Բայց բիզնեսը չի սպասում»։ Հաջորդ օրը Ֆերնանդոն ստիպված էր վերադառնալ գրասենյակ։ Շտապ հանդիպում, պայմանագիր, որը պետք է ստորագրվեր։ Նա խոստացավ շուտ վերադառնալ, բայց Հուլիանան գիտեր, որ նրա համար շուտ նշանակում էր երեկոյան 10-ը։ Եվ հենց որ նա դուրս եկավ, Մարթան վերադարձավ։ «Դու իմ մասին ստեր ես պատմել, չէ՞»։ Մարթան մտավ Հուլիանայի սենյակ, առանց թակելու, դուռը փակելով իր հետից։ Նրա ձայնը ցածր էր, բայց թույնով լի։ «Դու փորձում ես ինձ չարագործ դարձնել»։ Հուլիանան կծկվեց մահճակալին։ «Ես ոչինչ չեմ ասել, ինչը ճիշտ չէր»։ «Ճիշտ»։ Մարթան դառը ծիծաղեց։ «Դու պատկերացում անգամ չունես, թե ինչ է ճշմարտությունը։ Դու եկար այս տուն, այս շքեղ կյանք, առանց որևէ բան անելու, որպեսզի արժանանաս դրան։ Եվ կարծում ես, որ կարող ես ինձ դատել»։ Հուլիանան զգաց, թե ինչպես է վախը սեղմում իր կուրծքը։ «Ինչու ես դա անում։ Ինչ եմ ես քեզ արել»։ Մարթան մոտեցավ, աչքերը փայլում էին մաքուր ատելությամբ։ «Դու ոչինչ չես արել։ Բայց այս ընտանիքն արել է։ Եվ դու կվճարես նրանց համար»։ Նախքան Հուլիանան կկարողանար ավելին հարցնել, դուռը բացվեց։ Ռոզան այնտեղ էր, սկուտեղը Հուլիանայի ճաշով։ Նա նայեց Մարթային, ապա Հուլիանային, անմիջապես հասկացավ, թե ինչ էր կատարվում։ «Կներեք ընդհատելու համար», ասաց Ռոզան, ձայնը ամուր։ «Բայց բերեցի տիկին Հուլիանայի ճաշը»։ Բժիշկն ասաց, որ նա պետք է լավ ուտի։ Մարթան սառը հայացք նետեց Ռոզային, բայց դուրս եկավ սենյակից, ոչինչ չասելով։ Ռոզան սկուտեղը դրեց մահճակալի կողքի սեղանիկին, մոտեցավ Հուլիանային։ «Նա լավ է»։ Հուլիանան գլխով արեց, արցունքները հիմա ազատորեն հոսում էին։ «Ոչ, Ռոզա։ Ես լավ չեմ։ Եվ չգիտեմ, թե ինչ անել»։ Ռոզան նստեց մահճակալի եզրին, ինչը նա սովորաբար երբեք չէր անի։ Նա Հուլիանայի ձեռքը բռնեց իր ձեռքերի մեջ։ «Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այստեղ, տիկին Հուլիանա։ Ես ամեն ինչ տեսնում եմ։ Եվ ես այլս չեմ կարող լուռ մնալ»։ Նա խորը շնչեց, կարծես դժվար որոշում էր կայացնում։ «Ես ապացույցներ ունեմ»։ Հուլիանան աչքերը լայն բացեց։ «Ապացույցներ»։ Ռոզան գլխով արեց։ «Ես ձայնագրել եմ որոշ պահեր։ Իմ հեռախոսով։ Ոչ շատ բան, բայց բավականաչափ։ Ես չգիտեի ցույց տալ, թե ոչ, բայց երեկվանից հետո, պարոն Ֆերնանդոյին անհանգիստ տեսնելուց հետո, կարծում եմ, ժամանակն է»։ Հույս։ Ամիսների ընթացքում առաջին անգամ Հուլիանան հույս զգաց։ «Դու դա ինձ համար կանես»։ «Ես դա անում եմ, որովհետև ճիշտ է», պարզապես ասաց Ռոզան։ «Ոչ ոք արժանի չէ անցնել այն ամենի միջով, ինչի միջով դուք եք անցնում»։ Այդ կեսօր, մինչ Մարթան զբաղված էր այլ առաջադրանքներով, Ռոզան Հուլիանային ցույց տվեց ձայնագրությունները։ Դրանք փոքր տեսահոլովակներ էին, զուսպ նկարահանված։ Մարթան հրամայում էր Հուլիանային տանել ծանր լվացքի զամբյուղներ։ Մարթան դաժան մեկնաբանություններ էր անում Հուլիանայի քաշի մասին։ Մարթան ստիպում էր նրան անհարկի բարձրանալ ու իջնել աստիճաններով։ Եվ ամենաշոկայինը Մարթայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նա խոսում էր վրեժի մասին, ընտանիքին վճարելու մասին։ Հուլիանան ամեն ինչ դիտեց կոտրված սրտով։ Տեսնել իր սեփական նվաստացումը տեսանյութում ցավոտ էր, բայց նա ազատագրող։ Վերջապես, նա ապացույցներ ուներ։ Վերջապես, ինչ-որ մեկը կհավատար նրան։ Երբ Ֆերնանդոն այդ երեկո տուն եկավ, սպասվածից շուտ, Հուլիանան սպասում էր նրան հյուրասենյակում։ Նա նյարդային էր, ձեռքերը դողում էին, բայց վճռական։ «Ֆերնանդո, ես պետք է, որ դու մի բան տեսնես։ Եվ ես պետք է, որ դու ինձ լսես մինչ վերջ, առանց ընդհատելու»։ Ֆերնանդոն նստեց, հոգնած, բայց ուշադիր արտահայտությամբ։
Հուլիանան սկսեց խոսել. Պատմեց ամեն ինչ հենց սկզբից. Փոքր դաժանությունները, թունավոր մեկնաբանությունները, վտանգավոր առաջադրանքները, մշտական վախը։ Եվ երբ նա սկսեց կասկածել, նա ցույց տվեց տեսանյութերը։ Ֆերնանդոն լուր դիտեց։ Յուրաքանչյուր տեսանյութից նրա դեմքն ավելի գունատ էր դառնում, ձեռքերն ավելի սեղմված բազկաթոռներին։ Երբ այն ավարտվեց, նա նստած մնաց անշարժ, մարսելով այն ամենը, ինչ տեսել-լսել էր։ Հուլիանան սպասում էր, հազիվ շնչելով։ Վերջապես, նա բարձրացրեց դեմքը։ Նրա աչքերը կարմրած էին, ոչ թե արցունքներից, այլ զսպված զայրույթից։ Ինչպես ես սա չտեսա։ Ինչպես թույլ տվեցի, որ սա պատահի։ Հուլիանան պատասխան չուներ։ Նա պարզապես ձեռքը մեկնեց, նա բռնեց այն ամուր սեղմելով, կարծես խեղդվելիս փրկարար տախտակից էր բռնում։ Ֆերնանդոն վեր կացավ, քայլեց դեպի դուռը, որը տանում էր դեպի անձնակազմի սենյակները։ Նրա ձայնը արձագանքեց տանը, երբ նա կանչեց Մարթային։ Նա հայտնվեց այդ քաղաքավարի ժպիտով, բայց այն անհետացավ, երբ տեսավ Ֆերնանդոյի արտահայտությունը։ Այո, պարոն։ Ես ուզում եմ, որ դու դուրս գաս իմ տնից։ Հիմա։ Ֆերնանդոյի ձայնը ամուր էր, վերահսկվող, բայց լի մի կատաղությամբ, որը վախեցրեց նույնիսկ Հուլիանային։ Ինձ չի հետաքրքրում, թե ուր ես գնում կամ ինչ ես անում։ Բայց դու հիմա դուրս ես գալիս այստեղից, կամ ես ոստիկանություն կկանչեմ։ Մարթան փորձեց առարկել, փորձեց բացատրել, բայց Ֆերնանդոն տեղ չտվեց։ Նա ուղեկցեց նրան իր սենյակ, վերահսկեց, մինչ նա հավաքում էր իր ուղեբեռը, ապահովեց, որ նա դուրս գա տարածքից։ Երբ դարպասը փակվեց Մարթայի մեքենայի հետից, Ֆերնանդոն վերադարձավ, ներս գտավ Հուլիանային դեռ նստած հյուրասենյակում, դողալով։ Նա ծնկի իջավ նրա առջ, երկու ձեռքով բռնելով նրա դեմքը։ Ես շատ եմ ցավում։ Ես այնքան եմ ցավում։ Ես պետք է տեսնեի։ Ես պետք է այստեղ լինեի։ Ես ձեզ դավաճանեցի։ Հուլիանան գրկեց նրան, վերջապես լացեց։ Ոչ թե վախի կամ մենակության արցունքներ, այլ թեթացման արցունքներ։ Ազատագրման։ Կարծես հսկայական բեռ էր վերցվել նրա ուսերից։ Ֆերնանդոն երկար ժամանակ բռնած պահեց նրան, շնջալով ներողություններ, խոստանալով փոփոխություններ, երդվելով, որ այլս երբեք թույլ չի տա, որ դա պատահի։ Բայց մինչ նրանք գրկախառնված էին այդ սենյակում, նրանցից ոչ մեկը չէր գիտակցում, որ պատմությունը դեռ հեռու էր ավարտվելուց։ Մարթան հեռացել էր, այո, բայց վրեժի սերմը, որը նա տնկել էր, դեռ այնտեղ էր, թաքնված ստվերներում, սպասելով ծլելուն։ Եվ հաջորդ շաբաթներին, երբ խաղաղությունը վերջապես թվում էր, թե վերադարձել է այդ տուն, փոքր նշաններ կսկսեն հայտնվել։ Իրերն իրենց տեղում չէին։ Լուր հեռախոսազանգեր։ Մի մշտական զգացում, որ ինչ-որ մեկը հետում էր նրանց։ Ճակատամարտը հաղթված էր, բայց պատերազմը նոր էր սկսվում։ Մարթայի հեռանալուց հետո առաջին 3 շաբաթները նման էին մաքուր օդ շնչելուն, ամիսներ շարունակ խեղդվելուց հետո։ Հուլիանան արթնանում էր առանց Տամոքսի այդ հանգույցի, առանց տան յուրաքանչյուր անկյունում տնային տնտեսուհու դատող հայացքը հանդիպելու վախի։ Ֆերնանդոն կատարեց իր խոստումը, ավելի ներկա լինելու։ Նա վերակազմակերպեց իր օրակարգը, պատվիրակեց առաջադրանքներ, չեղարկեց հանդիպումներ, որոնք բացարձակապես կարևոր չէին։ Առաջին անգամ ամուսնանալուց ի վեր նա ճաշում էր տանը։ Առաջին անգամ նա իսկապես լսում էր նրան։ Նրանց միջ զրույցները փոխվեցին։ Դրանք այլս եղանակի կամ պարտավորությունների մասին մակերեսային փոխանակումներ չէին։ Դրանք իսկական զրույցներ էին։ Ֆերնանդոն ուզում էր իմանալ, թե ինչպես է նա իրեն զգում, ոչ միայն ֆիզիկապես, այլ հուզականորեն։ Նա ուզում էր իմանալ նրա վախերի, երեխայի ծնվելուց հետո նրա հույսերի, նրա երազների մասին, որոնք հետաձգվել էին։ Եվ Հուլիանան, աստիճանաբար, նորից սկսեց վստահել։ Նորից սկսեց բացվել։ Նորից սկսեց հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, նրանք կարող էին միասին իրական բան կառուցել։ Ռոզան շարունակում էր մնալ տանը, այժմ էլ ավելի կարևոր դերով։ Նա ոչ միայն հավաքարարն էր, այլ մխիթարող ներկայություն, դաշնակից։ Ֆերնանդոն բարձրացրեց նրա աշխատավարձը, նրան ավելի մեծ ինքնավարություն տվեց։ Ռոզան շատ ավելիին է արժանի, քան ես վճարում էի, ասաց նա Հուլիանային մի երեկո։ Նա փրկեց քեզ։ Փրկեց մեր ընտանիքը։ Ֆերնանդոն նա նոր աշխատակցուհի վարձեց, տան գործերին օգնելու համար, բայց այս անգամ այլ էր։
Նա Հուլիանան միասին հարցազրույց վերցրին յուրաքանչյուր թեկնածուից, հարցեր տվեցին, անձամբ ստուգեցին հղումները։ Նրանք ընտրեցին Սելիային 40 տարեկան կնոջը, 3 երեխայի մայր, անկեղծ ժպիտով մայրական էներգիայով, որն անմիջապես հանգիստ դարձրեց Հուլիանային։ Պետք չէ ոչինչ անել, բացի հանգստանալուց, տիկին Հուլիանա, ասաց Սելիան առաջին օրը։ Ես այստեղ եմ ձեր կյանքը հեշտացնելու, ոչ թե բարդացնելու համար։ Հղիության նախածննդյան խորհրդատվությունները կարևոր իրադարձություններ դարձան։ Ֆերնանդոն ոչ մեկը չէր բաց թողնում։ Նա բռնում էր Հուլիանայի ձեռքից զննումների ժամանակ, հիացած նայում էր ուլտրաձայնային պատկերներին, բժիշկ Հենրիկին հարցեր էր տալիս, կարծես քննության էր պատրաստվում։ Երեխան լավ էր աճում, չնայած ամեն ինչին։ Աղջիկ։ Նրանք արդեն որոշել էին անունը՝ Սոֆիա։ Ֆերնանդոն սիրում էր գիշերը ձեռքը դնել Հուլիանայի փորին զրուցել Սոֆիայի հետ, պատմելով նրա համար պատրաստվող սենյակի, այն զբոսանքների մասին, որոնք նրանք միասին կանեին, այն մասին, թե ինչպես նա միշտ կպաշտպաներ նրան։ Բայց ոչ ամեն ինչ կատարյալ էր։ Հուլիանան դեռ մղձավանջներ էր տեսնում։ Երազում էր, որ Մարթան հայտնվում է սենյակում, այդ կեղծ ժպիտը շրթունքներին, այդ ձայնը շշնջում է սպառնալիքներ։ Արթնանում էր քրտնած, սիրտը թրջում էր, մի քանի րոպե էր պետք հիշելու համար, որ Մարթան հեռացել է։ Ֆերնանդոն գրկում էր նրան, ասում էր, որ ամեն ինչ լավ է, որ նա ապահով է։ Բայց Հուլիանան չէր կարողանում ամբողջությամբ թոթափել այն զգացումը, որ ինչ-որ բան սխալ էր։ Եվ հետո սկսվեցին նշանները։ Սկզբում հեռախոսն էր։ Զանգեր, որոնք կտրվում էին հենց Հուլիանան պատասխանում էր։ Լռություն գծի մյուս կողմից, որին հաջորդում էր անջատման տոնը։ Մեկ-երկու անգամ կարող էր սխալ լինել, բայց երբ դա տեղի ունեցավ 10-րդ անգամ մեկ շաբաթվա ընթացքում, Հուլիանան գիտեր, որ դա պատահականություն չէ։ Նա պատմեց Ֆերնանդոյին, ով անհանգստացավ, բայց փորձեց ռացիոնալ լինել։ Դա պետք է հեռախոսային մարքեթինգ լինի, սեր։ Կամ ինչ-որ մեկը սխալ է հավաքել։ Ես կխնդրեմ արգելափակել անհայտ համարները։ Հետո իրերն իրենց տեղում չէին։ Փոքր բաներ, նուրբ։ Ծաղկամանը, որը Հուլիանան վստահ էր, որ թողել էր հյուրասենյակի սեղանին, հայտնվում էր միջանցքի կոմոդի վրա։ Հարսանեկան լուսանկարը, որը դարակաշարում էր, շրջված էր դեպի պատը։ Բանալիների շղթան, որը Ֆերնանդոն միշտ թողնում էր նույն տեղում, անհետանում էր օրեր անց նորից հայտնվում մեկ այլ սենյակում։ Ամեն անգամ, երբ Հուլիանան հիշատակում էր, Ֆերնանդոն տրամաբանական բացատրություն ուներ։ Սելիան պետք է փոխած լինի մաքրելիս։ Ռոզան կարող էր պատահաբար հրել։ Դու հոգնած ես, կարող էիր տեղափոխել մոռանալ։ Բայց Հուլիանան գիտեր։ Նա զգում էր։ Ինչ-որ մեկը մտնում էր տուն։ Ինչ-որ մեկը խառնում էր իրերը։ Եվ այդ մեկը ուզում էր, որ նա իմանա։ Ռոզան նկատեց։ Մի առավոտ նա գտավ Հուլիանային կանգնած հյուրասենյակում, ուղիղ նայելով պատուհանին։ Ամեն ինչ լավ է, տիկին Հուլիանա։ Հուլիանան շրջվեց, աչքերը լայն բացված։ Ռոզա, դու տեղափոխել ես այդ նկարը։ Նա մատնացույց արեց պատի մի նկար, որը պատկերում էր մայրամուտ։ Ռոզան հոնքերը գնճռեց։ Ոչ, տիկին։ Ինչու պետք է տեղափոխեի։ Որովհետև երեք գիշեր այն կենտրոնում էր։ Հիմա թեք է։ Եվ դա քամին չէր, որովհետև պատուհանները փակ էին։ Երկու կանայք միմյանց նայեցին։ Ռոզան մոտեցավ պատուհանին, ստուգեց փականները։ Ամեն ինչ փակ էր։ Բայց հետո նա ինչ-որ բան նկատեց։ Շրջանակի վրա նուրբ քերծվածքներ կային, թարմ հետքեր փայտի վրա։ Ինչ-որ մեկը փորձել է բացել այս պատուհանը, ասաց Ռոզան, ձայնը ցածր։ Հուլիանայի արյունը սառեց։ Մենք պետք է պատմենք Ֆերնանդոյին։ Ֆերնանդոն սկզբում չհավատաց։ Ոչ լիովին։ Նա ստուգեց ամբողջ տունը, զննեց յուրաքանչյուր պատուհան, յուրաքանչյուր դուռ։ Անվտանգության համակարգը նորմալ էր աշխատում։ Ոչ մի ահազանգ չէր հնչել։ Ոչ մի տեսախցիկ տարօրինակ շարժում չէր արձանագրել։ Բայց հետո նա գտավ մի բան, որը փոխեց ամեն ինչ։ Հետի այգում, մասամբ թաքնված թփերի մեջ, խոնավ հողի վրա հետքեր կային։ Բարձրակրունկ կոշիկների հետքեր։ Հետքեր, որոնք տանում էին մինչ հյուրասենյակի պատուհանը, ապա հեռանում դեպի պատը։ Ֆերնանդոն զգաց, թե ինչպես է վախը սեղմում իր կուրծքը։
Նա վերցրեց հեռախոսը, զանգահարեց անվտանգության ընկերություն։ Ես ուզում եմ, որ վաղը լրացուցիչ տեսախցիկներ տեղադրվեն։ Հետում, կողքերում, յուրաքանչյուր կույր կետում։ Եվ ես ուզում եմ գիշերային պահակ։ Մեկին, ով կպարեկի տարածքը։ Նա նայեց Հուլիանային, ով նստած էր բազմոցին, ձեռքերը դողում էին։ Ոչ ոք քեզ չի վնասի։ Ես խոստանում եմ։ Բայց խոստումները երբեմն բավարար չեն։ Այդ գիշեր Հուլիանան չկարողացավ քնել։ Նա պառկած մնաց Ֆերնանդոյի կողքին, լսելով նրա խորը շնչառությունը, նախանձելով, թե ինչպես էր նա կարողանում հանգստանալ։ Նա նայում էր առաստաղին, հաշվելով ստվերները, որոնք լուսնի լույսը ստեղծում էր վարագույրների միջով։ Եվ հետո լսեց ցածր, գրեթե աննկատ ձայն։ Ճռճռոց։ Կարծես ինչ-որ մեկը դանդաղ քայլում էր միջանցքում։ Հուլիանան նստեց մահճակալին, սիրտը թրջում էր։ Սպասեց, ուշադիր լսելով։ Ոչինչ։ Գուցե դա երակայություն էր։ Գուցե տունն էր կարգավորվում, ինչպես հին տներն են անում։ Բայց հետո նորից լսեց։ Այս անգամ ավելի մոտ։ Եվ մի ստվեր արագ անցավ դռան տակի ճեղքից։ Նա ուժեղ հրեց Ֆերնանդոյին։ Ֆերնանդո։ Ֆերնանդո, արթնացիր։ Ինչ-որ մեկը դրսում է։ Ֆերնանդոն անմիջապես արթնացավ, պաշտպանական բնազդը միացավ։ Նա վեր կացավ, մոտեցավ մահճակալի կողքի սեղանիկին, վերցրեց բեյսբոլի մականը, որը դրել էր այնտեղ հետքերը գտնելուց հետո։ Մնա այստեղ, շշնջաց նա Հուլիանային։ Փակիր դուռը իմ հետից։ Նա դանդաղ բացեց դուռը, զգուշորեն նայելով միջանցքին։ Մութ էր, միայն թույլ գիշերային լույսը, որը վարդակում էր աստիճանների մոտ։ Ֆերնանդոն միացրեց միջանցքի լույսը։ Ոչ ոք չկար։ Նա դանդաղ քայլեց, ստուգելով յուրաքանչյուր սենյակ։ Գրասենյակը, դատարկ։ Հյուրասենյակը, դատարկ։ Հյուրասենյակը, դատարկ։ Նա սկսում էր մտածել, որ Հուլիանան պատկերացրել էր, երբ ինչ-որ տարօրինակ բան նկատեց։ Հետի դուռը, որը տանում էր դեպի այգի, կիսաբաց էր։ Նա բացարձակապես վստահ էր, որ այն կողպել էր քնելուց առաջ։ Ֆերնանդոն վազեց հետ դեպի սենյակ։ Վերցրու հեռախոսը։ Զանգահարիր ոստիկանություն։ Հիմա։ Հուլիանան հնազանդվեց, ձեռքերն այնքան դողում էին, որ հազիվ էր կարողանում հավաքել համարը։ Ոստիկանությունը եկավ 15 րոպեից, բայց դա հավերժություն թվաց։ Նրանք խուզարկեցին տունը այգին։ Հայտնաբերեցին, որ հետի դուռը հաստատապես բացվել էր ուժով։ Գտան ավելի շատ հետքեր։ Եվ գտան մի բան, որը սառեցրեց Հուլիանայի արյունը։ Հյուրասենյակի հայելու վրա, կարմիր շրթներկով գրված, մի հաղորդագրություն կար։ Դու արժանի չես այս կյանքին։ Ձեռագիրն անսխալական էր։ Հուլիանան այն կճանաչեր ցանկացած վայրում։ Դա Մարթայինն էր։ Ոստիկանները լուսանկարներ արեցին, մատնահետքեր հավաքեցին, արձանագրություն կազմեցին։ Խորհուրդ տվեցին Ֆերնանդոյին անմիջապես վարձել մասնավոր անվտանգություն։ Մենք կփնտրենք այդ կնոջը, բայց մինչ այդ դուք պետք է պաշտպանեք ձեզ։ Հատկապես ձեր հղի կնոջ հետ։ Հաջորդ առավոտ տունը փոխվեց։ Ֆերնանդոն 2 թիկնապահ էր վարձել, ովքեր հերթափոխով աշխատում էին։ Յուրաքանչյուր անկյունում տեսախցիկներ կային։ Բոլոր պատուհանները ուժեղացված կողպեքներ ունեին։ Տունը, որը նախկինում արտաքին տեսքի բանտ էր թվում, այժմ ամրոցի էր նման։ Բայց նույնիսկ ամբողջ անվտանգությամբ Հուլիանան իրեն ապահով չէր զգում։ Նա գիտեր, որ Մարթան խելացի էր, մանիպուլյատիվ, համբերատար։ Եթե նա վրեժ էր ուզում, ապա միջոց կգտներ։ Ֆերնանդոն փորձում էր հանգստություն պահպանել Հուլիանայի համար, բայց ներսից մեղքով էր կլանված։ Նա Մարթային բերել էր իրենց կյանք։ Նա չէր հավատացել Հուլիանային, երբ նա փորձել էր նախազգուշացնել իրեն։ Եվ հիմա, իր կինն ու դուստրը վտանգի տակ էին իր որոշումների պատճառով։ Նա ամբողջությամբ նվիրվեց պարզելուն, թե ով էր Մարթան իրականում։ Նա մասնավոր հետախույզ վարձեց, զուսպ արդյունավետ մի տղամարդ, Ռոբերտ անունով։ Ռոբերտը արագ աշխատեց։ Մեկ շաբաթվա ընթացքում նա վերադարձավ տեղեկություններով, որոնք փոխեցին ամեն ինչ։ Մարթան այն չէր, ինչ ասում էր։ Նրա իսկական անունը Մարթա Սիլվերա էր, նա Լուսիա Սիլվերայի քույրն էր, Ֆերնանդոյի ընկերության նախկին աշխատակցուհու։
Լուսիան 3 տարի առաջ աշխատանքից ազատվել էր յուրացման համար։ Նա գումար էր գողացել ընկերությունից, երբ նրան բացահայտեցին, Ֆերնանդոն չհապաղեց ազատել նրան աշխատանքից դատի տալ։ Լուսիան կորցրեց ամեն ինչ. իր համբավը, իր աշխատանքը, իր ընտանիքը։ Եվ 1 տարի անց, չկարողանալով հաղթահարել ամոթը, նա ինքնասպան եղավ։ Մարթան մեղադրում էր Ֆերնանդոյին։ Ցավից այլասերված իր մտքում նա էր իր քրոջ մահվան պատասխանատուն։ Եվ հետո նա ծրագրեց իր վրեժը։ Նա փոխեց իր անունը, ստեղծեց կեղծ հղումներ, ներթափանցեց Ֆերնանդոյի կյանք, տանը աշխատելու միջոցով։ Եվ ծրագիրը պարզ էր ու դաժան, ոչնչացնել նրա ընտանիքը այնպես, ինչպես նա զգում էր, որ Ֆերնանդոն ոչնչացրել էր իրենը։ Երբ Ֆերնանդոն ամեն ինչ պատմեց Հուլիանային, նա սարսափի տխրության խառնուրդ զգաց։ Սարսափ այն բանից, ինչին Մարթան ընդունակ էր։ Տխրություն այն ցավի համար, որը Մարթային հասցրել էր այս կետին։ Բայց նա պարզություն։ Վերջապես, ամեն ինչ իմաստ ուներ։ Դաժանությունները, մանիպուլյացիաները, վատ քողարկված ատելությունը։ Ռոբերտը նա պարզեց, թե որտեղ էր Մարթան։ Նա փոքր բնակարան էր վարձել առանձնատնից մի քանի թաղամաս հեռու։ Նա հետում էր նրանց, ուսումնասիրում նրանց շարժումները, սպասելով իր ծրագրի հաջորդ քայլի ճիշտ պահին։ Ոստիկանությունը գնաց այնտեղ, բայց բնակարանը դատարկ էր։ Մարթան անհետացել էր։ Հուլիանան հղիության 8-րդ ամսին մտավ, ապրելով մշտական հսկողության տակ։ Յուրաքանչյուր ստվեր սպառնալիք էր։ Յուրաքանչյուր ձայն, խուճապի պատճառ։ Ֆերնանդոն հազիվ էր դուրս գալիս տնից։ Հանդիպումներ անցկացնելով տեսակոնֆերանսի միջոցով, ստորագրելով փաստաթղթեր, որոնք բերվում էին իր մոտ։ Ռոզան Սելյան միշտ մոտ էին, ուշադիր ցանկացած անսովոր բանի նկատմամբ։ Եվ հետո մի հանգիստ կիրակի կեսօր, երբ Արը նուրբ մտնում էր պատուհաններից, թվում էր, թե գուցե, պարզապես գուցե, ամեն ինչ լավ կլինի, հեռախոսը զանգեց։ Ֆերնանդոն պատասխանեց։ Դա Ռոբերտն էր, հետախույզը։ Մարթան փախել էր հոգեբուժարանից։ Ոչ ոք չգիտեր, թե ինչպես, բայց նա անհետացել էր բուժքույրերի հերթափոխի ժամանակ։ Իշխանությունները փնտրում էին, բայց մինչ այժմ նրա ոչ մի նշան չկար։ Վախը վերադարձավ ալիքի պես։ Ֆերնանդոն անմիջապես ուժեղացրեց անվտանգությունը։ Զանգահարեց թիկնապահներին, զգուշացրեց ոստիկանությանը, խնդրեց, որ պարեկները ավելի հաճախ անցնեն տան մոտով։ Հուլիանան զգաց, թե ինչպես է խուճապը սեղմում իր կուրծքը։ Իսկ եթե Մարթան հայտնվի։ Իսկ եթե փորձի ինչ-որ բան անել։ Սոֆյան կծնվեր մի քանի օրից, նա խոցելի էր, անպաշտպան։ Ֆերնանդոն գրկեց նրան, փորձելով փոխանցել մի հանգստություն, որը ինքը չէր զգում։ Ես թույլ չեմ տա, որ ձեզ հետ որևէ բան պատահի։ Ես երդվում եմ իմ կյանքով։ Ես այստեղ կմնամ, քո կողքին, ամեն վայրկյան։ Նա չի մոտենա։ Այդ գիշեր Հուլիանան սկսեց զգալ կծկումներ։ Սկզբում թույլ, ընդհատվող, գրեթե աննկատելի։ Բայց ժամերի ընթացքում դրանք ուժեղանում էին, ավելի հաճախակի դառնում։ Ֆերնանդոն ժամանակը չափում էր յուրաքանչյուրի համար, հեռախոսը ձեռքին, դեմքը լարված կենտրոնացումից։ Երբ կծկումները հասան 5 րոպեի ընդմիջման, նա զանգահարեց բժիշկ Հենրիկին։ Ժամանակն է, հաստատեց բժիշկը։ Եկեք հիվանդանոց։ Հիվանդանոց տանող ճանապարհը լարված էր։ Ֆերնանդոն արագ, բայց զգուշորեն էր վարում, աչքերը հերթագայելով ճանապարհի Հուլիանայի միջ, ով խորը շնչում էր յուրաքանչյուր կծկման ժամանակ։ Թիկնապահները նրանց ուղեկցում էին մեկ այլ մեքենայով, զգոն։ Ֆերնանդոն չէր կարողանում թոթափել այն վախը, որ Մարթան կհայտնվի, որ կփորձի ինչ-որ բան անել այն պահին, երբ նրանք ամենախոցելին էին։ Բայց ճանապարհը դատարկ էր, հանգիստ։ Նրանք հասան հիվանդանոց առանց միջադեպերի։ Բժշկական անձնակազմն արդեն սպասում էր նրանց։ Հուլիանային տարան ծննդատուն, Ֆերնանդոն նրա կողքին էր, բռնած նրա ձեռքից, շնջալով քաջալերող խոսքեր։ Ծննդաբերությունը երկար էր, հյուծիչ։ Ժամեր ձգձգվեցին, մինչ Հուլիանան պայքարում էր, քրտնում, լացում։ Ֆերնանդոն երբեք չթողեց նրա ձեռքը։ Նա այնտեղ էր, ամուր, ինչպես ժայռ, կրկնելով, դու կարող ես, դու ուժեղ ես, ես այստեղ եմ։ Եվ հետո, երբ հյուծվածությունը անհաղթահարելի էր թվում, երբ Հուլիանան կարծում էր, որ այլս ուժ չունի, լացը արձագանքեց սենյակում։ Բարձր, վրդովված, կյանքով լի լաց։ Սոֆյան եկել էր։
Բժիշկ Հենրիկը նրան փաթաթեց վերմակի մեջ դրեց Հուլիանայի կրծքին։ Երեխան կատարյալ էր։ Փոքրիկ, վարդագույն, աչքերը սեղմած, բռունցքները կծկած։ Հուլիանան նայեց այդ փոքրիկ դեմքին այնքան ճնշող սեր զգաց, որ կարծեց, թե սիրտը կպայթի։ Ֆերնանդոն լացում էր։ Արցունքներն ազատորեն հոսում էին նրա դեմքով, մինչ նա նուրբ դիպչում էր Սոֆիայի գլխին։ Մեր դուստրը, շշնջաց նա։ Մեր աղջիկը։ Հիվանդանոցում անցկացրած առաջին օրերը երջանկության պղպջակ էին։ Հուլիանան սովորեց կերակրել, տակտիրներ փոխել, մեկնաբանել Սոֆիայի յուրաքանչյուր լացը։ Ֆերնանդոն սենյակից դուրս չեկավ։ Նա քնեց անհարմար բազկաթոռին, արթնանում էր յուրաքանչյուր ձայնից, միշտ պատրաստ էր օգնելու։ Ռոզան Սելյան այցելեցին, ծաղիկներ նվերներ բերելով, հուզմունքից լաց լինելով, առաջին անգամ Սոֆիային գրկելիս։ Բայց իրականությունը վերադարձավ, երբ տուն գնալու ժամանակը եկավ։ Ֆերնանդոն ամեն ինչ կազմակերպեց զինվորական ճշգրտությամբ։ Թիկնապահները ստուգեցին հիվանդանոցի յուրաքանչյուր անկյուն, նախքան Հուլիանային Սոֆիային մեքենա տանելը։ Վերադարձի ճանապարհը լուռ էր, բոլորը ուշադիր, զգոն։ Երբ հասան առանձնատուն, Ֆերնանդոն գրկեց Սոֆիային, մինչ օգնում էր Հուլիանային դուրս գալ մեքենայից։ Տունը հանգիստ էր, լուսավորված, հարմարավետ։ Հաջորդ շաբաթները սովորելու մրրիկ էին։ Անքուն գիշերներ, անվերջ տակտիրներ, կերակրումներ 3 ժամը 1։ Բայց նա մաքուր կախարդանքի պահեր։ Սոֆիայի առաջին ժպիտը, որը ստիպեց Հուլիանային Ֆերնանդոյին ամեն ինչ թողնել, պարզապես նայելու համար։ Այն ձը, որով նա բռնում էր Ֆերնանդոյի մատը իր փոքրիկ ձեռքով։ Այն ձայները, որոնք նա հանում էր, գրեթե կարծես փորձում էր խոսել։ Ֆերնանդոն վերածվել էր նվիրված հոր։ Նա արթնանում էր կեսգիշերին, Հուլիանայի համար ջուր բերելու, մինչ նա կերակրում էր։ Առանց բողոքելու փոխում էր տակտիրները։ Երգում էր անլար օրորոցայիններ, որոնք ստիպում էին Սոֆիային դադարել լաց լինել նայել նրան այդ հետաքրքրասեր աչքերով։ Ընկերությունը շարունակում էր գործել, բայց այժմ կառավարման գրագետ թիմով, որին Ֆերնանդոն վերջապես սովորել էր վստահել։ Նա պարզեց, որ պատվիրակելը թուլություն չէ, այլ իմաստություն։ Հուլիանան ծաղկում էր։ Ոչ միայն որպես մայր, այլ որպես կին։ Նա գտել էր իր ուժը տառապանքի միջոցով։ Նա սովորել էր, որ ինքն ավելին արժե, քան արտաքին տեսքը, ավելին, քան ուրիշներն էին ակնկալում իրենից։ Եվ նա սովորել էր, որ իսկական սերը այն չէ, որը հեշտ ու գեղեցիկ է ծնվում, այլ այն, որը կառուցվում է ամենօրյա ընտրությունների, ներման, ներկայության միջոցով։ Բայց Մարթան դեռ հետապնդում էր նրա մտքերը։ Նրա փախուստից անցել էր 2 ամիս, նրա ոչ մի նշան չկար։ Ոստիկանությունը դադարել էր ակտիվորեն փնտրել։ Ռոբերտը շարունակում էր հետաքննել, բայց հետքերը սառել էին։ Ֆերնանդոն սկսեց հավատալ, որ գուցե Մարթան հեռացել էր, հրաժարվել իր վրեժից։ Բայց Հուլիանան այդքան վստահ չէր։ Եվ հետո, մի անձրոտ ապրիլյան կեսօր, դռան զանգը հնչեց։ Ֆերնանդոն գնաց պատասխանելու, թիկնապահներից մեկը նրա կողքին։ Տեսախցիկով նրանք տեսան մի նիհար կնոջ, կարճ, մուգ մազերով, պարզ հագուստով։ Նա ծրար էր պահում։ Երբ Ֆերնանդոն բացեց դուռը, պաշտպանված թիկնապահից, կինը մեկնեց ծրարը։ Ես սոցիալական աշխատող եմ, բացատրեց նա։ Ինձ խնդրեցին սա անձամբ հանձնել։ Ֆերնանդոն զգուշորեն վերցրեց ծրարը, կինը հեռացավ։ Ներսում նամակ կար։ Ձեռագիրը Մարթայինն էր։ Ֆերնանդոյի արյունը սառեց, բայց նա ստիպեց իրեն կարդալ։ Նամակը երկար էր, որոշ տեղերում շփոթեցնող, բայց դրա էությունը պարզ էր։ Մարթան ներողություն էր խնդրում։ Նա գրում էր իր ցավի մասին, այն մասին, թե ինչպես իր քրոջ կորուստը խեղաթյուրել էր իր դատողությունը, ինչպես ատելությունը կլանել էր իր հոգին։ Նա խոստովանում էր, որ Ֆերնանդոյի արած ոչ մի բան չէր արդարացնում իր վրեժը։ Նա խոստովանում էր, որ Հուլիանան անմեղ էր, որ Սոֆիան անմեղ էր։ Եվ խոստանում էր, որ այլս երբեք չի մոտենա նրանց։ Նամակն ավարտվում էր նշելով, որ Մարթան բուժվում է այլ մարզում, մասնագիտացված կլինիկայում, որ նա փորձում էր վերակառուցել իր կյանքը, առողջ կերպով հաղթահարել իր վիշտը, եւ որ հուսով էր, մի օր կկարողանա ներել իրեն այն բանի համար, ինչ արել էր։ Ֆերնանդոն նամակը ցույց տվեց Հուլիանային։ Նա կարդաց այն, արցունքներն աչքերին։ Ոչ թե վախի արցունքներ, այլ տխրության։
Տխրություն Մարթայի համար, այն ամենի համար, ինչ նա կորցրել էր, այն մասին, թե ինչպես է ցավը կարող մարդուն վերածել մի բանի, ինչ նա երբեք չէր ուզել լինել։ Հուլիանան չգիտեր, թե արդյոք կկարողանա լիովին ներել, բայց կարող էր հասկանալ։ Եվ հասկանալն արդեն սկիզբ էր։ Կարծում ես, որ դա իրական է, հարցրեց Ֆերնանդոն։ Կամ դա մանիպուլյացիա է։ Հուլիանան նայեց Սոֆիային, ով հանգիստ քնած էր իր օրորոցում։ Կարծում եմ, որ ցավն իրական է։ Զայրույթն իրական է։ Բայց նա հավատում եմ, որ մարդիկ կարող են փոխվել, եթե դա ընտրեն։ Նա նայեց Ֆերնանդոյին։ Դու փոխվեցիր։ Մենք փոխվեցինք։ Ֆերնանդոն գրկեց Հուլիանային Սոֆիային, երկու մարդկանց, ովքեր իմաստ էին տալիս իր կյանքին։ Դու ճիշտ ես։ Եվ մենք կշարունակենք փոխվել, աճել, բարելավել։ Որպես ընտանիք։ Ամիսներն անցան։ Սոֆիան մեծացավ, սկսեց սողալ, ապա քայլել։ Նրա առաջին քայլերը կատարվեցին առանձնատան այգում, Հուլիանայի, Ֆերնանդոյի, Ռոզայի Սելիայի ծիծաղի ծափահարությունների ներքո։ Մարթան չվերադարձավ։ Նամակները շարունակում էին երբեմն գալ, միշտ հարգալից, միշտ հեռվից։ Հուլիանան երբեք չպատասխանեց, բայց պահում էր յուրաքանչյուրը։ Գուցե մի օր, երբ վերքերն ամբողջությամբ բուժվեին, նա կկարողանար պատասխանել։ Բայց առայժմ բավական էր իմանալ, որ Մարթան նույնպես փորձում էր բուժվել։ Առանձնատունն այլս արտաքին տեսքի բանտ չէր։ Դա տուն էր։ Լի կյանքով, սիրով, ծիծաղով։ Ֆերնանդոն սովորել էր, որ ներկայությունն ավելին է արժե, քան նվերները։ Որ ժամանակն ամենաթանկարժեք ռեսուրսն է, որը կարող ենք տալ նրանց, ում սիրում ենք։ Հուլիանան սովորել էր իր սեփական ուժը, իր ձայնը, իր արժեքը։ Եվ Սոֆիան մեծանում էր շրջապատված իսկական սիրով, ոչ թե կատարողական։ Սեր, որն արտահայտվում էր ամուր գրկախառնություններով, քնելուց առաջ պատմություններով, մշտական ներկայությամբ։ Մի հատուկ երեկո, երբ Սոֆիան դարձավ 1 տարեկան, նրանք փոքր երեկույթ կազմակերպեցին։ Միայն ընտանիքը։ Ռոզան բերեց իր երեխաներին։ Սելիան բերեց իր թոռներին։ Կար տորտ, փուչիկներ, շատ ուրախություն։ Մինչ Սոֆիան իր փոքրիկ ձեռքերով ոչնչացնում էր տորթի իր կտորը, ամբողջովին թաթախվելով բոլորին ծիծաղեցնելով, Ֆերնանդոն շուրջը նայեց։ Նայեց այդ մարդկանց, ովքեր իր իսկական հարստությունն էին։ Ոչ թե այն շենքերը, որոնք նա կառուցել էր, ոչ թե այն պայմանագրերը, որոնք նա ստորագրել էր, այլ այդ մարդիկ այնտեղ, կիսելով այդ պարզ ու կատարյալ պահը։ Նա վեր կացավ, բարձրացրեց մի բաժակ հյութ, քանի որ Հուլիանան դեռ կերակրում էր։ Ես ուզում եմ կենաց ասել։ Նա սպասեց, որ բոլորը վերցնեն իրենց բաժակները։ Երկրորդ հնարավորություններին։ Փոփոխություններին։ Այն ընտանիքին, որը մենք ընտրում ենք կառուցել ամեն օր, մեր գործողությունների, ոչ թե պարզապես մեր խոսքերի միջոցով։ Եվ Սոֆիային, ով մեզ սովորեցրեց, որ իսկական սերը այն չէ, որը կատարյալ է թվում, այլ այն, որը մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ փլուզվում է։ Բոլորը կենաց ասացին, բաժակները նուրբ զնգացին։ Սոֆիան ծափահարեց, չհասկանալով, բայց ուրախ շուրջ բոլորի էներգիայից։ Հուլիանան բռնեց Ֆերնանդոյի ձեռքը, այդ սեղմումի մեջ կար այն ամենը, ինչ պետք էր ասել։ Ներողություն, որ չէի տեսել։ Երախտագիտություն, որ փոխվել ես։ Սեր, որը կառուցված է ոչ թե սկզբնական կրքի վրա, այլ ամենօրյա ընտրության վրա, ներկա լինելու, լսելու, հոգ տանելու։ Այդ գիշեր, երբ բոլորը հեռացան, Սոֆիան հանգիստ քնած էր իր օրորոցում, Ֆերնանդոն Հուլիանան մնացին պատշգամբում, նայելով աստղերին։ Կարծում ես, որ մենք հիմա ապահով ենք, հարցրեց Հուլիանան։ Ֆերնանդոն նրան ավելի մոտ քաշեց։ Կարծում եմ, որ անվտանգությունը սպառնալիքների բացակայության մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես իմանալ, որ ինչ էլ որ պատահի, մենք միասին կդիմակայենք։ Եվ ես գիտեմ, որ քո կողքին ես կարող եմ դիմակայել ամեն ինչի։ Հուլիանան ժպտաց։ Նա վերջապես հավատում էր դրան։ Այն ամենից հետո, ինչի միջով նրանք անցել էին, ամբողջ տառապանքից բոլոր արցունքներից հետո, նրանք գտել էին ինչ-որ իրական բան։ Մի բան, որն արժեր պաշտպանել, սնուցել, մշակել իրենց կյանքի մնացած մասի համար։ Որովհետև ի վերջո առանձնատներն ու շքեղ մեքենաները չեն, որ արժեքավոր են դարձնում կյանքը։ Դրանք այնպիսի պահերն են, ինչպիսին այդ մեկն էր, աստղերի տակ, իմանալով, որ դու մենակ չես։ Իմանալով, որ ինչ-որ մեկը քեզ տեսնում է, լսում է, ընտրում է ամեն օր։
Սա, Հուլիանան գիտակցեց, իսկական շքեղությունն է։ Եվ նա վերջապես ուներ այն։ Պատմության ավարտը սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Հուլիանայի Ֆերնանդոյի պատմությունը դիպել է ձեր սրտին։ Եթե դուք հուզվել եք նրանց ճանապարհորդությունից, մանիպուլյացիայի դեմ պայքարից, սիրո փոխակերպումից, երկրորդ հնարավորության ուժից, թողեք ձեր լայքը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք նմանատիպ ինտենսիվ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմը, որոնք ցույց են տալիս, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հնարավոր է գտնել լույս, քավություն, իսկական սեր։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում նոր պատմությամբ, որը կշարժի ձեր